Ողջույն հարգելի հետևորդներ, իմ հյուրը Արցախցի Անահիտ Հակոբյանն է, բարև ձեզ Տիկին Հակոբյան, նախ կխնդրեմ խոսենք միջպետական վարկի մասին, այս օրերին շատ է խոսվում, ասում է, ինչ եղավ այդ գումարը, ինչ եղավ, դուք տեղեկություն ունեք, ինչ եղավ ի վերջո միջպետական վարկը, որ հատկացվում էր Արցախին։ Իհարկե տեղեկություն չունեմ, բնավ արցախցիներից ոչ մեկ տեղեկություն չունի, ինչ եղավ միջպետական այդ այսպես ասած վարկ կոչեցյալը, որով ողջ Արցախի բյուջեներ ապահովում, դե հիմա Արցախ չկա, բայց արցախցիները կան։ Ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը այդ միջպետական վարկի հետ, ինչպես է այն օգտագործում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, շատ վիճահարույց խնդրահարույց հարց բարձրացրիք դուք, եւ եթե մենք նստել հաշվարկել ենք այդ միջպետական վարկի գումարը, որը վերջին տարիներին տարբեր թիվեր կազմում 79 միլիարդ, 80, 140, 142, այդ դրանով կարելի է ողջ արցախցիներին ապահոված բնակարաններով առանց որևէ արտաքին օգնության, բայց այդ ասեք Հայաստանի Հանրապետությունը ինչ որ տրամադրված չի, այդ միջպետական վարկը որքան էր կազմում այդ վարկը։ Տարբեր էր վերջին տարիներին 79 միլիարդ, 80, 82, 142, 144 վերջին տարիներին պատերազմական այդ իրավիճակում, բայց այդ գումարը մենք չգիտենք հիմա ինչ նպատակ է օգտագործվում, եթե արցախցիների շահերին այն չի ծառայում, երբ արցախցիները ոչինչ չունեն, ամեն ինչից զրկվել են իրենց թեթև ձեռքով եւ միջպետական վարկը կարծես իրենք դրանով ոչ մի բան չեն անում ու չեն ուզում շահարկել անգամ, մոռացության են մատնում, որպեսզի եւ արցախցիներին անուշադրության են մատնում, որպեսզի, այսինքն չկան արցախցիներ, չկա նաեւ արցախյան հիմնախնդիր, փորձում են ձուլել Հայաստանի Հանրապետությանը, թեպետև էլի ասեմ իրենց թեթև ձեռքով իրենք 2023 թվականին հենց կառավարության որոշմամբ արցախցիներին զրկեցին ամեն ինչից, ինչպես նաև ընտրվելու եւ ընտրելու իրավունքից, ձևական ՀՀ քաղաքացիության ընդունում սահմանելով, որտեղ մեր անձնագրերը դա Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է, շահարկում են կեղծ թեզ իբրև ճամփորդական է, իմ ուղեղում չի տեղավորվում, որ կարող է 150,000 բնակչի անձնագիրը լինի ճամփորդական, նման երևույթ առկա չի այն պայմաններում, երբ աշխարհում Արցախը լեգիտիմ հանրապետություն էր, այսինքն դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ տեսեք դուք ասում եք անգամ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից եք զրկված։ Ինչ է առաջարկվում այս պահին արցախցիներին, որպեսզի օրինակ իրենք կարողանան մասնակցել ընտրություններին։ Հիմա տեսեք մենք տեսնում ենք մի բնակարանի վրա, մի սեփականատիրոջ տան վրա օրինակ մի քանի տասնյակ անգամ մարդիկ են գրանցվել։ Մի մասը ասում է արցախցիներ են, որովհետև սեփականատերեր չեն ճանաչում։ Այդպես է չգիտենք սա ինչ մանիպուլյացիա է, որ իրականացվում է։ Հիմա ինչու արցախցիները այս պահին, 2 ամիս է մնացել համապետական ընտրություններին, զրկված են իշխանություն ձևավորելու իրավունքից։ Դե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենսգրքով պիտի Հայաստանի Հանրապետությունում բնակված լինի արցախցին 4 տարի եւ 4 տարվա քաղաքացիություն պիտի ունենա։ Բայց դա շարքային ընտրողին չի վերաբերվում։ Ընտրվելու իրավունք ձեռք բերելու համար։ Ընտրվելուն այո, իսկ ընտրելու։ Իսկ ընտրելուն պիտի 6 ամսվա քաղաքացիություն ինքը ունենա։ Դե արցախցիները այս պահի դրությամբ մեծամասնությունը չի ընդունել քաղաքացիություն, այն անձիկ էլ, այն ընտանիքներն էլ, ովքեր ընդունել են, ով որևէ մի քիչ մի փոքր անգամ հնարավորություն ունի դրան գումար ավելացնելու կառավարության առաջարկած այդ 3-ից 5 միլիոնին տարբեր տարածքներում Հայաստանի Հանրապետության, ով ի վիճակի է վարկի տակ ընկնելու եւ բնակարան ձեռք բերելու, իդեպ ասեմ, որ 90%-ը փաստացի ի վիճակի չի դրան եւ մանավանդ
փոքրակազմ ընտանիքների հարցը ընդհանրապես մեջտեղ չի բերվում եւ անուշադրության են նրանք մատնված, ուշադրության չեն արժանացվում, չեն հատկացվում, իսկ ընտրելու համար պիտի ունենան 6 ամսվա քաղաքացիություն, որը մեծամասամբ չեն ընդունել, հետեւաբար գրչի մի հարվածով բոլորին զրկել է ընտրվելու իրավունքից, որտեղ 2023-ից առ այսօր 4 տարին վրացած չէ եւ արցախցիները նույնիսկ նրանք ովքեր հենց առաջին օր ընդունել են քաղաքացիություն, նրանք ընտրվելու իրավունք չունեն, այսինքն իրենք մտածել են հավանական, որ Արցախցում չկա այդ մտավոր կարողությունը, այդ մտավոր ինտելեկտը ուժը, որը ի վիճակի է ներգրվելու հայաստանյան քաղաքական դաշտում, այն նրանք ասում են Արցախցին պիտի ինտեգրվի, ձուլվի, քաղաքացիություն ընդունի, դա ինչպես երբ մի գրչի իրենց թեթև ձեռքով Արցախցուն զրկել են ընտրվելու իրավունքից ու նաև ընտրելու համար էլ ասեմ, արցախցիները այդպես շահագրգռված չեն քաղաքացիություն ընդունելու, որտեվ իրենք պիտի իրենց հիմնախնդիր լուծեն, բնակարանի հարց լուծեն, դե քանի որ բնակարանի հարց չեն կարող լուծել կառավարության տրամադրած այս ողորմելի գումարներով, իսկ ինչ գումար է այսօր հատկացվում կառավարության կողմից, հետաքրքիր է, ինչ է անում այսօր Հայաստանի Հանրապետությունը այն 150,000 բռնի գաղթված արցախցիների հետ, ովքեր ադրբեջանցիներին են թողել իրենց ողջ տարիների կուտակածը։ Տեսեք, առաջին գոտում դրա մեջ կա նաև Երևան քաղաքը, տրամադրում է 3 միլիոն հատուկ հստակ ցուցակ կա, ըստ որի սահմանաբաժանում է դրված, որ տարածքի համար քանի միլիոն է տրամադրում Արցախցուն։ Տրամադրվում է 3 միլիոնով ինչ կարող է абսուրդ է։ Իրենք ասում են, դե գնացեք ծայրագավառներ, ծայրամարզերը, սահմանները։ Սահմանի վրա 5 միլիոն է տրամադրում։ Դե մենք փաստացի տեղյակ ենք, որ սահմանի վրա չկան նման բնակապահովման, նման հնարավորություններ չկան, այսինքն արցախցին ում տունը պիտի գնի կամ բնակարանը, հետևաբար սահմանի վրա բնակություն հաստատած տարիներ ի վեր ապրող բնակիչը պիտի իր տունը վաճառի, չէ՞ որ արցախցին գնի, իսկ արցախցին այդ տեղանքներին ծանոթ չէ, այնտեղ աշխատանք ձեռք բերել հնարավոր չէ, այսինքն ապրոստի միջոց էլ է այդ մարդուն պետք, չէ՞, սնվել է պետք, հագնվել է պետք, ինչ անի այդ Դե հիմա օրինակ այդ սահմանի վրա չինարի բնակիչը կասի, այդ ինչպես է ես ապրում եմ, արցախցին չի գա, Բերքաբերի բնակիչը կասի, ինչպես է ես ապրում եմ, արցախցին չի գա։ Այստեղ խնդիրը Բերքաբերի կամ արցախցու, այսինքն հայաստանցի արցախցու մեջ չի խնդիրը, խնդիրը նրա մեջ է, որ նրանք իրենց հայրենիքում են, այդ տարածքին քաջածանոթ, քաջատեղյակ են, իսկ արցախցին, որ բնակություն հաստատի, այդ հայաստանցին պիտի իր բնակարանը վաճառի, հետևաբար դրանով մենք նախ սահմանը կթուլացնենք, որտեղ արցախցին սահմանի տեղյակ չէ, եւ երկրորդ այդ տեղի բնակիչը բա ուր պիտի գնա, այսինքն մենք ստացվում է սրանով արտագաղթն ենք խրախուսում, Արցախցուն բերում ենք բնակեցնում, Հայաստանցուն բա ուր ենք տանում այդ Հայաստանի բնակիչին, նա ուր է գնում, այնտեղ չունենք պայմաններ, կան որոշակի թվով տարածքներ, մոտ 610-ի չափ, որտեղ 4 միլիոն է տրամադրում, բայց այն այդ փոքրակազմ ընտանիքները 1, 2, 3 հոգանոց ընտանիքների համար այս խնդիրը անգամ նաև 4 լուծելի չէ։ Արցախցին պիտի հավելյալ գումար վարկ վերցնի, որի ինքը պատրաստ չի ու չի կարող դրա տակից դուրս գա։ Ստացվում է այդ տարբերությունը կայանում է հայաստանցի արցախցի նրանում, որ արցախցին տարիների վեր կուտակել է, դրել է, հիմա ինքը զրկվել է դրանից։ Ինքը հիմա չի կարա այդքան նորից կրկին ստեղծի։ Հայաստանցին իր հայրենիքում է, դա իր ունեցվածքն է, ինչ ունի չունի, եթե անգամ ինքը այդտեղ դժվար է աշխատանքի պայմանները, համենայն դեպս ինքը ունի այդ տունը, որտեղ ինքը բնակվում է, իսկ արցախցին պիտի այդ տունը նախ ձեռք բերի, հետո արդեն մնացած քայլերը, այն ինչ գալիս է արտասահմանից, մենք այդ ֆինանսական օգնությունների մասին տեղյակ չենք, այն իշա արցախցիների չի օգտագործվում, որովհետև արցախցիների ընտանիքները ոչ մի օգնություն չեն ստանում, տարբեր կատեգորիաների է բաժանված, իբրև այս պահեդրությամբ թոշակառուները նրանց տրամադրվում է մի տարի էլ է երկարաձգվել, այսինքն 2026 թվականի դրությամբ, մինչև դեկտեմբեր կստանան ամսական 30,000,
շահարկվում է նոր ծրագիր, որը հուլիսի 1-ից իբրև պիտի գործի, այն դեռ չի ընդունված, որ ամսական այն ընտանիքները, որտեղ թվակազմ այդ մարդկանց ընդհանուր տարիքային գումարը կգա, եթե 2 հոգանոց է 115, եթե 3 հոգանոց է 175, այսինքն էլի թոշակառուները, էլի պիտի լինեն այդ տարիքն է, նրանց կտրամադրեն ամսական 10 տարվա մեջ 40,000, բայց սա էլ է ինքնին անհասկանալի, այսինքն ստացվում է, որ մենք այդ մարդկանց վրա վետո ենք դնում, որ այդ մարդիկ 10 տարուց ավել ապրելու իրավունք չունեն, բայց 10 տարուց հետո այդ ծեր արդեն այդ անձիկ ինչ են անելու, ուր ենք տանելու նրանց, ասելու ենք 10 տարին լրացավ, վերջ, պատրաստվիր մահանալուն, մենք երկարակեցությամբ հայտնի ժողովուրդը այ ոնց ենք դա դիտարկելու, այսինքն մենք ապագայի տեսլականով չենք առաջնորդվում, մենք օրվա տեսլականով ենք առաջնորդվում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը արցախցիների նկատմամբ, անհասկանալի է։ Սոցիալական ծրագրեր չկան, թեպետև իրենք շահարկում են անընդհատ սոցիալական ծրագրեր, օգնություն, Օրինակ իրականում, տեսեք, իրենք ասում են, այո, մենք արցախցիների համար այսքան, օրինակ իրականում ձեր ընտանիքի պատկերով ինչ եք ստանում։ Ես Պետական ինչ աջակցություն եք ստանում։ Ոչ մի աջակցություն չեմ ստանում։ Ոչ մի աջակցություն։ Դե պիտի գիտեք դիմեմ 3 միլիոն որպեսզի այդ բնակապահովման համար, բայց ցավոք ես 3 միլիոնով բնակարան գնել ոչ մի տեղ, ոչ մի ավտոտնակ էլ գնել, անգամ մի փոքր հողամաս էլ գնել չեմ կարող։ Հետևաբար բնական է, որ ես չեմ օգտվի այդ ծրագրից, ոչ էլ քաղաքացիություն կընդունեմ, իմ ազնագիրը ինքնին Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազնագիր է, Հայաստանի սահմանից դուրս ամենտեղ ինձ դիտարկում են որպես քաղաքացի։ Դե տեսեք, դա արվում է ստերևույթին նոր անձնագիր, որտեղ չի լինի, օրինակ քաղաք Մարտակերտ, քաղաք Հադրուտ, դա հասկանալի է ինչի է արվում։ Բայց մենք շատ մեր զրույցի ընթացքում շատ կարևոր թեմայի անդրադարձանք Տիկին Անահիտ։ Լավ, ինչ եղավ Արցախի այդ միլիարդների վարկը։ Ուր է հոսում։ Երբևէ դուք չեք ուզել հասկանալ, չէ՞ որ Հայաստանը այդ միջպետական վարկը միշտ հատկացրել է, հիմա որտեղ է։ Տեսեք 25 թվականին կենսաթոշակ չբարձրացրեցին, ասեցին։ Հիմա այդ գումարն էլ չի ուղղվում, չէ՞, ոչ Արցախին, ոչ Արցախ։ Լավ, դա հսկայական գումարի մասն եք խոսում։ Այսօր իմ հաշվարկով 80 միլիարդ է տարեկան կազմում է 10,000 դրամ ավելացրած կենսաթոշակը, դուք խոսում եք 140 միլիարդից։ Այո, մենք չգիտենք, մեր բազմաթիվ հարցումները անպատասխան են մնացել եւ այդ եւ ցանկացած հարցեր կառավարությանն եք ուղղել։ Մեր կառավարությանը նաեւ մեր կառավարությունն էլ չտեղ եւ Արցախի եւ Արցախի ընդհանրապես իրենք այդ հարցերի նման հարցերի չեն պատասխանում, բացի այդ նաեւ կան կൂട്ടակայինները, որի մասին էլ հարցը փակված է, ասեմ որ արցախցիների հարցում մեծ խախտումներ է կատարվել, ոչ կൂട്ടակայիններ են տրվել, արցախցիները բոլորը աշխատանքից մի օրում զրկվել են ամեն ինչից, հիմա շահարկում են Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիր, որ իբրև լուծարել է Արցախի Հանրապետությունը, բալավոր լուծարել է, ֆորս մաժորային իրավիճակ է, Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանադրորեն երաշխավորն է, բա մեր իրավունքների երաշխավորն է, մենք ոչ արձակման նպաստ ենք ստացել, մենք ոչ մեր այդ լրիվ արձակուրդայինների այդ վճարներն ենք ստացել, մենք ոչ ֆորս մաժորային իրավիճակում հայտնվելու դեպքում ոչ այդ գումարներն ենք ստացել, գրչի մի հարվածով, բոլորին ասել են այսօր դուրս եկել, այո, մի պայուսակով դուրս ենք եկել, ասել են այսօր բոլորդ ազատված եք աշխատանքից։ Ոչ աշխատավարձ են մարդիկ ստացել, անգամ սեպտեմբերին արցախցիների մի մասը չի ստացել անգամ նպաստներ, թոշակներ չեն ստացել մարդիկ։ Հիմա ինչ քաղաքականություն է վարվում, ուր է մեր միջպետական վարկը, ինչու չի իսպաս դրվում արցախցիների բնակապահովման ծրագրին։ Հիմա լավ, այդքանը կորցրինք, թողեցինք, գոնե ես չեմ ասում սեփականության իրավունքով, եթե ճանաչել են փախստական, այդ օրենքն էլ չի գործում, ժամանակավոր կացարանով էլ չեն ապահովել արցախցիներին, բա ինչ եք հիմա դուք անում, լրիվ վերացնում եք արցախցիներին, այսինքն սա մարդկային իրավունքների, միջազգային իրավունքների հիմնովին խախտում է, հիմնովին խաթարում է, ապա Հայաստանը որ
օրենքով է առաջնորդվում, որն է նրա սահմանադրորեն, նրա պետության գլխավոր օրենքը, ինչով է առաջնորդվում, միջպետական վարկը չի օգտագործվում, եկած գումարները չեն օգտագործվում, փոխարենը իրենք միլիոնավոր պարգևավճարներ են ստանում, Արցախյան առաջին պատերազմի զոհվածների ընտանիքներին տրվելիք 30,000-ը դիտարկվում է որպես պարգևավճար, այդ ընտանիքները եւս ամեն ինչից դուրս են մնացել։ Բենզինի պայթյունի հետևանքով Այսինքն չեն դիտարկվում որպես կերակրող կորցրած ընտանիք, որպես դա պարգևավճար է, հա, այո, համարվում է ամենամսյա պարգևավճար, այսինքն դուք նրանք ովքեր այո, ես էլ եմ պարգևավճար ստանում, պատկերացրեք։ Դա արդեն Սա արդեն абսուրդի, չգիտեմ որ ժանրի մաս է կազմում, այո։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մենք մեր հաջորդ հարցազրույցին անպայման կփորձենք որոշակի տեղեկատվություն նաև ունենալ իսկապես 140 միլիարդ միջպետական վարկը որտեղ է կորել։ Ընդհանրապես այս իշխանության օրոք փողերը կորում են, մենք չենք անհետանում են։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ։